քանի որ մեր դեսակցությունը մի դիսկուսիկ ասենք ինքնապուխ սևով մտքից մեջ եկավ Սարոյանի մեկ նախատասությունը ինքս ասաշխարի վրա ուր գսե գիտեք սկիզբը միշտ դժվար է որ քրողը գտնե այն բառը որ պիտի ապրի միջև հավիտենականություն հավասիկ Սարոյանը ժամանակի հարցադրումի մեջ գսկսի ներգային երթատեպի հավիտենականություն գուսով որ աստեսակցությունը չեն կներ հավիտենականության համար այլ բարձավես ժամանակագից որովհետեւ մարդիկ գարենան հասկանալ Սարոյանի քրական աշխարհը ուրեմն ես հեղինակն եմ Սարոյանի 4 հատոր հեղինակներուն որ գոչած եմ անգլերեն William Saroyan Writing Momentum William Saroyan քրողական արարքը կամ քրողական սլացքը Առաջին հատորը սկսած է մեթոդոբանական հարցերով եւ մեթոդոբանական հարցերը շատ կարեւոր էին ինձ համար նկատի ունենալով որ պիտի չընտրեի մեթոդոբանական ծևը որ ամեն մարդ հետեված էր որովհետեւ պիտի արժևորեի Սարոյանի կորձը բացարձակապես նոր ծևով ասիկա շատ կարեւոր հարցադրում է ինձ համար որովհետեւ մեթոդոբանական նոր ծևով է որ Սարոյանը պետք է ներկայացներ նոր ձիրի մեջ իսկ մնացած մասը օրինակ մեծ դեղ հատկացուցած եմ ի առաջին հատորին մասնավոր առաջին մաթեմատիկին The Daring Young Man on the Flying Trapeze հանդուկն երդասարտը մարզասողին վրա Այս մատմությունը իրականության մեջ մանիֆեստն է William Saroyani քրական մանիֆեստն է ասելու համար որ ինչ պիտի լա իր կյանքի իր քրականությունը Այս մատմվածքը որուն hamanun abakain bidi hradaragvi hamanun batmasneru հավաքածոն բիդի գոչվի հանտուկն երդասարտը մարզասողին վրա սակայն այս պատմվածքին մեջ ինքը մասնավոր բամը գունենա որոշ էպիֆանիմը գունենա ուրդեղ ինքը հանգարց ինքզինքը գտնե ձովային ծևով ասանք անհուն քիրերու մեջ եւ Թեմքը գտարցնե դեպի հավիտենականություն եւ գարժի գմահանա ոչ ինքը գարդ մկնատներ գսեն որ գմահանա իմ անձնական գարժիգս անե որ ան գնույնանա մահվան կաղապարին հետ եւ գհաստատե իր քրողի անհատականությունը իսկ առաջին այս հադորի մեջ նաեւ գկրեմ զանազան ծևով այս քրական իր սեզակորստան մասին երկրորդ հատորի մեջ նկատի ունենամ որպես վարպետ բացմասկ քրող եւ ինչպես նաեւ այլապանական աշխարհայացքը առասպելներու միթոսներու իսկ վերապերի Սարոյանին երրորդ հատորի մեջ երկու հարցադրում դրած եմ առաջին հարցադրումը Ինչպես Սարոյանը նկատի գունենա երրորդը, այսինքն քանի որ ինքը քաղաքական ընտանիք են եկած էր, քաղաքական մարդիկը երրորդի հասկացողությունը լա իր քրական աշխարհայացքին, լա իր ընկերային աշխարհը ով է երրորդը։ Իսկ երրորդ հատորի երկրորդ մասը սերդած եմ Սարոյանը եւ Սարոյանի ժամանակի հասկացողությունը Սարոյանը խճակարեր ձովեզերքի վրա քրվածքի մեջ կսե իմ ամբողջ քրականությունս ժամանակի անցքի արսանակությունն է որ գրնան գսել որ գրեթե Պրուստյան Մարսել Պրուստյան աշխատանք մնե ինչպես ինքը հասկնա ժամանակը ինչպես կաբրի եւ նույնիսկ գրած է ներգայի անցյալի եւ հավիտենականության մասին ժամանակի իր հասկացողությունը հավիտենականություն աբական գլա ներգա ներգան գլա ներգա գվերազի անցյալի եւ երթատեբի անհունություն չենք գիտեր ուր ասիկա Սարոյանի ժամանակի հասկացողությունն է իսկ չորրորդ հատորի մեջ
4-րդ հադորի մեջ 4-րդ հադորը փակացած է երկու գլուխները, առաջին գլուխը գոչվի obituaries, մահացություններ, որ կարելի է թարգմանել նաև մահացներ, բայց ես կնախընտրեմ մահացություններ, որովհետև Սարոյանը այդ շրջաններուն յանքի է մահվան միջև գաբրել եւ իրականության մեջ մահացությունները հիշողություններ են ժամանակի ընթացքին ինչպես անգը զրուցե մահվան մասին։ Իսկ վերջին հադորը գուզեմ նախանձները նսել ինքը ասած է իր ինքնագենսակրություններում մեջ not dying չի մահանալ, անոր մեջ ասած է the final finality, մարդու մգյանքի վերջնական բան ինչպես կլա։ Այս արդիվ ես կհիշեցնեմ, որ այս 4 հադորները գենսակրական հադորներ չեն, այլ քրապանական են, յուրաքանչյուր գլուխ, յուրաքանչյուր հադոր գսերդե Սարոյանին քրական աշխարհայացքը։ Իսկ եթե պետք է թիմել նաև գենսակրականներուն, ես դարձյալ թիմեի եթե անոնք իր քրականության հետ կապ չունեն։ Իսկ վերջին հադորի մեջ գուզեմ շեշտել, որ the instant of finality վերջնական բաղը ինչպես Սարոյանը, որ միշտ մահվան հարցով, այսինքն հաջախանք ուներ մահվան, պիտի ապրեր վերջին վարյանը եւ այստեղ որոշ հաջող հիմորով գսեմ, որ ինքը հերախոսը գարնե Los Angeles Times-ի մեջ գսե գիտե որ ամեն մարդ պիտի մահանա, բայց կգարձեի որ իմ բարակայից պատարություն պիտի լա։ Հիմա ինչ։ Գուզեմ հիշադակել գարկմը թեպքեր եւ թեմքեր, որոնք կգազմեն Սարոյանի քրական եւ անձնական անհատականությունը։ Առաջին հիմնական թեպքը, որ պիտի հիշեմ, այն է, որ իր ընտանիքը Բիտիսեն կփոխադրվին դեպի Ֆրեզնո քաղաքը։ Ասիգա քաղաքականության առաջին մասն էր։ Քաղաքականություն իսելով շատ կարևորություն ուներ, որովհետև Սարոյանը մեծ աղետը չեր ապրած, բայց մեծ աղետը ապրած էր շնորհիվ իր ընտանիքի ոտիսական ջամփորդության դեպի Ֆրեզնո եւ բար ժողովրդի քաղաքականներու բամություններուն վրա։ Եվ ասիգա շատ կարևոր դեր պիտի ունենա այս հարցը իր յանքի մեջ մահվան երկրորդ մասը որ կա պիտի գործունեությունը իր հայրը երբ 3 տարեկան էր։ Ասիգա հիմնական հասարակությունը գլա Սարոյանի մեջ։ Այն իմաստով որ որպես քերեսկայուն փոքրիկ գսկա հորը մահը եւ գսկսի մտածել գանուխ տարիքին ինչ է մահը, այսինքն ինչու մարդ գմերնի եւ որ ցանկա, ինչու մարդ հանգարց մահվան գտադաբարդվի, այսինքն եւ գմահանա, ինչու մարդ պիտի շաբրի հավիդենական օրեն, ինչու մարդ կծնի երբ պետք է մեռնի, մարդ ինչու, այսինքն մարդ եւ որ աշխարհը գավ իր բարիգամքով չգավ եւ նույն մարդը պիտի մահանա։ Ասիգա մեզ գիշեցնեն գերմանացի մեծ ֆիլիսոփա Մարտին Հայդեգերը որ գսե մահվան հաջախանքը մարդու ամենամեծ հաջախանքն է, որում մասին Սարոյան պիտի խոսի, պիտի քրե իր յանքի բոլոր մասներու մեջ գտեսնանք որ ինչպես իր դիբարները գերտան դեպի մահ, իր մտային հղացները գերտան դեպի մահ։ Ուրեմն եւ ինքը գքրե եւ հստակորեն գսե my fight against death իմ գրիվս մահվան դեմ։ Եվ այս գրիվը դեղի ունենա իր քրողական սրացքով գքրե որ չմեռնի։ Ապրիլ եւ հետո ինչու ժամանակի հարցադրում գտնե խորաբես Սարոյանը որ գարմը քննածներ չսել համար մեծամասնությունը չեն նկատած որովհետև յանքը յանքի եւ ժամանակի
հարակցությունը կա մարդ կապրի ժամանակի մեջ ժամանակը կհառաջանա եւ մարդը կհառաջանա դեպի մա ուրիշ կետումով շատ կարեւոր է ուր զդեղել Սարոյանը պատմական իմաստով Սարոյանը ծնած է 1931 օգոստոսին Ֆրեզնոյի մեջ բայց պետք է նկատի ունենալ որ 20-րդ դարու սկիզբը շատ հեղափոխական փոփոխություններ դեղի ունենան ընկերային հարցերում մեջ այդ փոփոխություններուն առաջինը այն է որ 19-րդ դարու վերջերուն արդեն դեղի ունեցած էր այսինքն ջարդարվեստական հեղափոխությունը եւ այդ ջարդարվեստական փոփոխությունը հսկայական փոփոխությունը ընկերային փոփոխություններ բերած էին մարդոց յանքի մեջ այդ իմաստով օրինակ Մակգրեգորը գսե աշխարհը անչափ մեքենայական ասած է որ մարդիկ անկորձության դադարված են սակայն նույն շրջանին դեղի ունենա մասսայական արտադրության համակարգը որը նկատմամբ թեթերը գդվին եւ արագորեն գդարածվին միաժամանակ այդ շրջանին որ դեղի ունենա Այնշտայնի այսինքն հարաբերականության դեսությունը այս հարաբերական դեսությունը մեծ թեր ունենա քրողներու գիտնականներու եւ մտածողներու աշխարհայացքի մեջ մասնավորապես միջոցի եւ միջոցի եւ time and space միջոցի եւ ժամանակի հարաբերություններու մեջ ազգա շատ կարեւոր է անիմաստով որ առաջին անգամ լալով մարդիկ գնգալեին աշխարհը որպես մեկ առաջ աշխարհը որ մեկ չէին ընկալեր այսինքն միջոցի եւ ժամանակի հարաբերությունը գծդեղեր մարդը աշխարհի մեջ որ կարող էր աշխարհը դեսնել իր ամբողջական ընթացքի մեջ գլոբալիզացիոնի ծևմն է իսկ ասիգա նաեւ անդադարձ կունենա Սարոյանի անդադարձ կունենա Սարոյանի աշխարհայացքի վրա որովհետեւ գհետեւի Walt Whitman-ի եւ Ralph Emerson-ի փիլիսոփայության transcendental փիլիսոփայության վերացական փիլիսոփայության մեջը ժամը գանցի ամեն բանի մեջ յանքը գանցի ամեն տեսակ արարածներու մեջ իր ներառյալ նաեւ գենտայներու Յանքի իրավունքի մասին։ Այս transcendental վերանցական փիլիսոփայությունը մեծ աստեցություն ունենա Սարոյանի մտածելու հղացքներուն վրա։ Եվ ասիգա Սարոյանը գարտակ հանգար Սարոյանը տեսակ որ ասենք ապորիամը գնե, այսինքն նախատեսում դուրս կբերե որ մտածել գուտա, որ ասիգա ինչ ասել գուզե Ալոնք շատ ներգային Սարոյանի մտածողության եւ ասոնք է որ շատ մկնատատներ չգրցան քնահատել Սարոյանի աշխարհայացքի մեջ վերացական հարցերու ամենահետաքրական մասն է որ գաբենք Սարոյանի հետ ան օրինակ համար իր հավատքի մեջ այն գավոր իր հայրը մահացած է բայց իր հայրը իր մեծ հայրը Զինք կցիտեն եւ իր վրա ուշադրություն կդարձնեն եւ ինքը բեք չէ հուսախապն է իր ընտանիքը մասնավորապես իր հայրը այս մարդը այս մեծ հայրերու շարքը անգգոչե Աստված ինչու Աստված որովհետեւ պետք է ասել այստեղ որ Սարոյանը նաև գրոնական շատ աստված էր ավետարանից եւ գրոնական աշխարհայացք ուներ։ Հետո ուրիշ բան մգա այս հարցին կապված, քանի որ ինքը այո մահվան վրա գկրե Սարոյանը, բայց գմերժե նաև մահը։ Մի կարծեք որ Սարոյանը անչափ անիրավաշ տեսերով մահ չի գա։ Մահը գա, ինքը շատ լավ գիտե, բայց իր մտածողության հղացքի մեջ իր հայրը պետք է ապրազլա, որտեղ ադիգա կնշանակե, որ ինքը մերժե եւ ինքը հաճախ կսե, որ իմ հայրս օրում փողոցներեն պիտի կա եւ պիտի գտնե զիս երազանքը։ Եվ որ 1964 թվականներուն ինքը գսե, որ ճամփաները անչափ խջողված են, որ ինքը պիտի ճիշտ։ Այս արդիվ հետաքրական անեկդոտ մգա,
որ Սարոյանը դեսեք ինչ հետաքրքրական բան գնե։ Օրինակի համար, օրը ինքը Նյու Յորք փողոցի մեջ գկալե թիմասեն իր զավակը գտեսե Արամը։ Եվ գշարնագե ճամփան ուշադրություն չներ։ Արամը գշարնագե, բայց ետ կտարնագե Papa, Pop, why didn't you know me? Հայրիկ ինչու ինչի ջանցար։ Շատ հավանաբար Սարոյանի մտքի մեջ գխաղա այն բանը, որ ինքը հայրը բիդիկա եւ այս բարակային բիդիչի ջանցնա եւ ուն փեմատրությունը գնա իր զավակին հետ։ Իթեպսեմ որ ասիգա քանի որ Սարոյանական է, ուրիշ բան հիշեցնեմ, Սարոյանը որ հանդուկն երդասարտը քիրքին 20-ամյա գլա, այնչափ ժամանակի հետ կապված էր գնա վերաթարցի կապը։ Գվերաթարնա Սան Ֆրանսիսկո եւ Հոնգդոնե 20-րդ տարեթարցը։ Իսկ 30-րդ տարեթարցին գկրե քիրքը, որ գոչվի After 30 years, the daring young man on the flying trapeze, 30 տարի հետո հանդուկն երդասարտը մարզացողին վրա, եւ քանի որ աչրջանին 1934-ին նստած ամեն օր 1933 դեկտեմբերը մինչև 1934 հունվար գկրե 26-27 բացներ եւ ուղարկե բաներուն նույնը գնե 30 տարի հետո գկրե his diary իր օրակիրքը եւ միաժամանակ գկրե մեկ պատմված ասիգա ընդհանրապես վերանցական փիլիսոփայության աշխարհայացքի մեջ վերաթարցումը գնե թեբյանցիա վերանցական փիլիսոփայության մեջ նաեւ միշտ կսվի որ մարդը գետրոն ունի այդ գետրոնը անշուշտ զանազան գետրոններն են Սարոյանի հիմնական գետրոնը իր քրողական արարքն է 1950-ական 60-ական թվականներին հետո որոշ չափով Սարոյանը անդեսված էր լակրակնտատներու կողմը լանտերսոններու կողմը հագարակ անոր 1960-ական թվականներուն իր մեծ գլուխոզոսները մեկը Քարանցավի բնակիչները գրած էր բայց ինչ կվերապերի այս անդեսումին Նոնա Բալակյան որ Նյու Յորք Թայմսի 30 տարվա քրական քննադատն էր գսե որ չափ կարդամ եւ ավելի կարդամ Սարոյան անչափ կհամոզվին որ անիգա ունի շատ խոր ինքնուրույնությունը եւ դժբախտաբար մինչեւ այսօր ամերիկյան քրականության մեջ չէ սերդված ասիգա երկրորդ ուրիշ ամերիկայի քրոմը գա Պիտեր Սուրյան գսե որ եթե գուզեք գար գմարտիկ կգարձեն որ Փարի անուշ քրող է Սարոյանը մորցեք իսկ ակադեմիական շրջանակներում մեջ անոնց մի մոդենակ բայց ես կհաստատեմ որ ժամանակի եւ պատմության մեջ Սարոյանի քրականությունը շատ խոր եւ խորադիպ հարցերու մասին գրած է ինչ կվերապերի ուրիշ Էրիկ Բեդլյանով մտավորական որ անսամբել շատ կգնաց է որը Բրեխտի կորձերը թարգմանած է Սարոյանի մասին ասած է որ իր բաները իր լեզուն his language is sloppy այսինքն քիչ այսինքն թափթփած լեզու է Սարոյանն իրեն պատասխանած է մի սպասեք բարոն որ հայմը անգլիացի ըլլա իսկ ավելի վերջսած է ես փամոր տասակարգի հայերեն անգլերեն գկրեմ ուրեմն որբեսի Սարոյանի գենսակիրները մեկ Ջոն Լեգետ իր նախապանի մեջ գրած է որ Սարոյան հագարակ որ ճունի այն դաղանքը որբեսի մտնա ամերիկյան քրականության պանթեոնի մեջ ես իմ նախապանից մեջ հսկայական փողոքներ գար հարկելի բարոն դուք ինչ իրավունքով դուք ինչ քրական պաստերու վրա նման հայդարարություն ունեք ոչ դեղին չէ Սարոյանի քրականության հետեւաբար որպես պատասխան այս հարցերուն ես քրական այնպես մեթոդոլոգի ընդրեցի որբեսի խորաբես սերդեմ Սարոյանի քրականությունը այս բարակային իմ 4 հատորներս հիմնական փնդրուտները գգայանան Սարոյանի ժամանակի մահվան եւ քրողական արարքի հիմնական հարցերուն շուրջ եւ ինչպես այս 3 հարցերը գմիանան ես այսօր համար կորզածեցի քրական քննադատություն լեզվապանություն հոգեվերլուծություն փիլիսոփայություն եւ միջ դիսցիպլինարի ինտերդիսցիպլինարի միջ ջուղային
հարաբերություններ, որովհետեւ կարենամ ավելի եւ ավելի խորանալ Սարոյանի աշխարհայացքին, որ ինչպես հաստատված է շատ լուրջ քրողներու կողմէ, որ իրապես խորաթափած եւ դիեզերական քրող է։